Rule number 1. Be honest with yourself. Կանոն թիվ 1. Ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ. Deep down, you know whether you have really engaged with your study material or not. Ինքներդ ձեր մեջ խորքում դուք գիտեք, արդյոք դուք իսկապես զբաղվել եք ձեր ուսման նյութով, թե ոչ. Planning and efficiency are extremely important. Պլանավորումը և արդյունավետությունը չափազանց կարևոր են. Timetabling is the place to start. Ժամանակացույց կազմելը այնտեղն է, որից պետք է սկսել. Making a timetable is an invaluable aid in defining time. Ժամանակացույց կազմելը անգնահատելի օգնություն է ժամանակը սահմանելու մեջ կամ որոշելու համար. To help you plan your time efficiently, you will need a weekly timetable and a diary with daily things to do. Որպեսզի հեշտացնեք ձեր ժամանակի պլանավորման արդյունավետությունը, դուք կարիք ունեք շաբաթական ժամանակացույցի և օրագրի օրվա անելիքները գրանցելու համար. Leisure and sport are also very important. Ժամանցը և սպորտը նույնպես շատ կարևոր են. Exercise is also important to keep your mind fresh and alert. Մարզանքը նաև կարևոր է ձեր միտքը թարմ և սուր պահելու համար, զգոն, զգաստ պահելու համար. Planning is an essential part of being organized. Պլանավորումը կազմակերպված լինելու էական մասն է. It involves predicting your future commitments and setting aside enough time to meet them. Այն ներառում է ձեր ապագա պարտականությունների կանխատեսումը և դրանց համար բավականաչափ ժամանակ հատկացնելը. Successful planning gives you confidence and purpose. Հաջող պլանավորումը ձեզ ինքնավստահություն է տալիս և նպատակ. Defining what to do is harder. Սահմանելը, թե ինչ է պետք անել կամ որոշելը, թե ինչ պիտի արվի, ավելի դժվար է. Dividing big jobs into smaller subtasks helps to bring work under control, allows you to set targets and check your progress. Մեծ գործերը փոքր ենթահանձնարարությունների բաժանելը օգնում է աշխատանքը վերահսկելի դարձնել, թույլ է տալիս ձեզ փոքր խնդիրներ նշել, նպատակներ նշել և ստուգել ձեր առաջընթացը. The trouble with the big tasks is that you keep putting them off. Մեծ հանձնարարությունների պրոբլեմը նրանում է, որ դուք անընդհատ դրանք հետաձգում եք.